Բարև ձեզ, այսօրվա հունիսի 20-ի իմ ամբիոն հաղորդաշարի հերթական հաղորդումը վերնագրել եմ իջեք ջրի հատակը մինչև անցնի վտանգը։ Բայց նախքան թեմային անցնելը, ինչպես միշտ դիմում եմ բոլոր նրանց, ովքեր նայում են իմ հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ, իսկ նրանք, ովքեր բաժանորդագրված են և նայում են իմ հաղորդումները, ապա շարունակեք դնել լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասյա Հովհաննիսյանի YouTube ալիքը ավելի է տարածվում։ Այդպես է կառուցված, այդպիսին է YouTube-ի ալգորիթմը։ Իսկ հիմա ասնեմ բույնյութին և այսպես վերնագիրը իջեք ջրի հատակը մինչև անցնի վտանգը։ Խոսքը նորից ու նորից պետություն, եկեղեցի, այսպես կոչված մեղմ ասած երկխոսության մասին։ Երկխոսություն, որը ոչ թե երկխոսություն է, այլ միմյանց հանդեպ փոխհրաձգություն բառերով։ Երկու դեպքում էլ երկու տարբերակն էլ դատապարտելի են։ Առաջին հերթին իրենց բարձրության վրա պետք է լինեին որպես կառավարիչներ, պետության ներկայացուցիչները, որոնք առաջին հերթին պետք է իմանային լավ երկրի սահմանադրությունը, ըստ որի պետությունը եւ եկեղեցին իրարից անջատ են։ Դա նաեւ պետք է իմանա եկեղեցականները, բարձրաստիճան եկեղեցականները, որ նույնպես գիտեն, բայց բանը բանից անցել է, եւ այնպես է ոչ միայն սահմանադրությունն է խախտվում, այլև խախտվում են մարդկային փոխհարաբերությունների բոլոր բարոյական նորմերը։ Եվ գիտեք, երբ խոսքը գնում այս պետություն եկեղեցի փոխհարաբերություններում փոխադարձ մեղադրանքների, մասնավորապես մեղադրանքի հիմքն էլ կառավարիչները ընդունում են, որ ներկայացնում որ այդպես ինչ հոգևորական, եթե խախտել է կուսակրոնության ուխտը, դե գրողը տանի, դա ձեր ինչ գործն է։ Եվ այստեղ է որ տեղին է հիշել Ավետարան ըստ Հովհաննեսի, որի 8-րդ գլուխը, որտեղ խոսքը գնում այն մասին, որ ամբողջը Քրիստոսի դատին է տանում մի անհարակաբարո կնոջ, որպեսզի դատապարտեն, քարկոծեն, եւ Քրիստոսն ասում է առաջինը թող քարկ նետի նա, ով անմեղ է, եւ դա ասելուց հետո մեծից փոքր սկսում են հեռանալ։ Հիմա սրանցն են։ Այդ որ մեղադրում եք քահանաների կամ եկեղեցական կուսակրոնության ուխտի խախտման մեջ, արդյոք այդ մեղադրողներն էլ հավատարիմ են իրենց քաղաքացիական կեցության կանոններին։ Չեմ կարծում։ Եկեղեցու կուսակրոնության հարցը միշտ եղել է ի սկզբանե եւ հայ առաքելական եկեղեցու, եւ Վատիկանի, եւ ուղղափառ եկեղեցիների մեջ սա հարց է։ Եվ բոլոր եկեղեցականներն էլ բացի սքեմ կրելուց, նաեւ երբ սքեմը հանում են, նրանք սովորական մահկանացուն են։ Դրանից բխող բոլոր հետևանքներով։ Դրա համար այդ կուսակրոնության հարցը եկեղեցու որոշելիքն է, որ եկեղեցին այն ամենի պետք է մի օր գա ու այդ հարցը որոշի։ Բայց կրկնում եմ, դա եկեղեցու գործն է եւ ամենևին էլ աշխարհիկ առավել եւս կառավարիչների գործը չի միջամտելու այդ խնդրին։ Մանավանդ որ այդ կառավարիչներն են իրենք էլ այսպես սրբեր չեն, միանշանակ։ Ճիշտ այսպես, ինչպես սրբեր չեն նաեւ որոշ եկեղեցու սպասավորներ բարձրաստիճան, որոնք որ դեռ են գլխից ոչ թե նորվա բան չեմ ասում, միշտ մասնակցել են պետական միջոցառումներին, իրենց նպաստը, իրենց օրհնությունը բերելու իշխող պես ներկայացուցիչներ։ Մասնավորապես ի նկատի ունեմ, ասենք տարիներ առաջ, երբ նախագահական ընտրություններ էին լինում, այդ նախընտրական կամպանիաներում,
կամպանիաների ժամանակ բարձրաստիճան եկեղեցականներ գալիս էին եւ օրհնում էին իշխանությունների կազմակերպած հանրահավաքները։ Եթե այդպես է, բայց ընդդիմության հանրահավաքները ինչ չէին օրհնում։ Ավելի նույնիսկ դատապարտում էին որոշ էկրանների առաջ որոշները։ Ճիշտ այնպես, ինչպես նաեւ դա դատապարտում էին այսպես կոչված մտավորականները։ Այնպես որ այս պետություն եկեղեցի փոխհարաբերությունները նոր չի խախտված։ Բայց հիմա աղի դա ավելի է սրվել էլի երկուստեք շահերի բախման պատճառով։ Կրկնում եմ, երկրի ներկայիս իշխանավորները շեկները կառավարիչները ձախողված են, ձախողել են ամեն ինչ, սկսած արտաքին քաղաքականությունից, վերջացած ներքին քաղաքականությունից, սկսած սոցիալ-տնտեսական քաղաքականությունից, ու նաև իրենց բարձունքի վրա չեն նաև որոշ այսպես կոչված չէ, որոշ եկեղեցականներ, հոգևորականներ, սքեմ կրողներ, որոնք խառնվել են, դարձել են գործիք ներկայիս կառավարիչների դեմ հրահրվող ընդդիմադիր շարժման հրահրվող, որտեղ սրանց ընդդիմադիր շարժումներ այնքան ոչ այնքան միտված է պետության երկրի ճակատագրի ելնելով, այլ շատ տրիվիալ պատկեր ունի։ Սրանք ուզում են, որպեսզի այս կառավարիչները հեռանան, որպեսզի չնայած այս կառավարիչները հայտարարեն, որ դրանց թալանած ապօրինի ձեռքբերածներ են բերում, բայց ոչ մի նման քայլը չեն անում, բայց ամենայն դեպս էլի ապահովելու համար ուզում են սրանց հեռացրած լինեն, որ ապահովագրված լինեն հետագա այսպես կոչված կուլակաթափությունից։ Դա է խնդիրը։ Եվ այդ գործընթացին նաև ասելս սան է, որ գործիք են դարձել որոշ կառավարիչներ, որոշ հոգևորականներ։ Մասնավորապես նկատի ունեմ Գալստանյանին, այդ սեփազան շարժման ղեկավարը, որ ղեկավարեց, շատ շուտ էլ մարեց, եւ նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանին, որի որ ելույթները կա ճշմարտություն ասելի, բայց բառապաշարը հարիր չէ հոգևորականին։ Հասկանում եք։ Ամենադեպս նրա ելույթները ինչ չեն կարող համոզել նրա ազնվության մեջ ասում։ Սա է խնդիրը։ Գիտեք, այս առումով ես հիշեցի Ուշականցի տատիս պատմածը, որ գյուղում կար մի հոգևորական դեռ սովետների ժամանակ էր, նոր է սովետական իշխանություն եղել, վերջը այդ հոգևորականը ասում է գյուղի տերտերն էր և մեծ հարգանք էր վայելում գյուղում։ Գյուղում ուրախություն լիներ, տխրություն լիներ, տանիքներում վեճ լիներ, թե ինչ լիներ, տերտերը նրանց տանն էր։ Կամ եթե նույնիսկ ընտանիքներում վեճ էր լինում, ասում են սպասի մի րոպե, հեսա գնանք տերտերին կանչենք, թող տերտերը գա մեզ ասի որն է ճիշտ, մեզնից ով է ճիշտ։ Գիտեք, դա ասում էր, տատս էր ասում էր, այդ մարդ իր էությամբ, իր աուրայով, այս որ գալիս էր, իր դեմքի նարդներով, ասել խաղաղություն էր իջնում մարդկանց վրա։ Ու խրատներով, բարի խոսքով հարթում էր ամեն տեսակ կնճիռներ։ Դրա համար էլ մեծ հարգանք էր վայելում գյուղում։ Ինչու ես դա հիշեցի, որովհետև ցավոք սրտի ներկայումս ես չեմ տեսնում այն մարդուն հոգևորական, որ կարող է այդպիսի հոգեպարար հանգստացնող խոսքով դիմել մարդկանց։ Ամենևին չեմ մեղադրում նաև, որովհետև սքեմ կրելուց բացի նրանք մահկանացուներ են, մարդիկ են, Հայաստանի քաղաքացիներ են և նույնպես մտահոգված են երկրի ճակատագրով։ Բայց կրկնում եմ, կա սահմանադրություն, այդ սահմանադրությունը պետք է պահպանել։
ամենը։ Ոչ ոք չի խանգարում, եթե մարդը այդքան մտահոգված է, որ իրեն պատկերացնում է ոչ այնքան որպես եկեղեցու, որպես հովիվ, այլ պատկերացնում է քաղաքական գործիչ, ուրեմն հանում է սքեմը, դնում է մի կողմ, հագնում է քաղաքացիական կոստյում, միանում ընդդիմադիր շարժման։ Սա ուրիշ, բայց չի կարելի ասել, սա հոգևորական է մնում, բայց նրա հոգևորականությունը վիճակը սառեցնում է։ Իա, բան չի։ Չաշում սառեցնել։ Բանի հայտնի սառեցվածը ֆիլմ կար, կոմեդիա, ֆրանսիական Լուի դե Ֆյունեսի մասնակցությամբ։ Գիտեք, այս ամեն այսքան ուրախ չէր լինի, եթե այսքան տխուր չլիներ։ Մանավանդ, որ հիմա այն ինչ կատարվում է մեր շուրջը, աշխարհում եւ մասնավորապես մեր շուրջը, այս ամբողջ դրամատիզմը կարծես նրանք չեն նկատում։ Չեն նկատում նույնիսկ ես մինչև հիմա չտեսա որևէ մտավորականի խոսք։ Դեպետ մտավորականներ, այսպես ասած, իրենց մտավորական համարող, ասեն, նոմենկլատուրային նման մտավորականներ կան, չէ՞։ Ես դրանցից մի 2-3-ին լավ հիշում եմ, երբեք չեմ մոռանա, երբ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո, ընդամենը 2 օր անց, վերևից իջեցված հրահանգով, սրանք էկրանների տեսախցիկների առաջ, որպեսզի լուրերի պետական լուրերի ելույթ ունենան, իբր հայտնի դեմքեր են, իրոք հայտնի դեմքեր են, բայց հայտնի են այնքանով, ինչքանով հայտնի են, չեմ ասի, ինչ-որ մի տաղանդավոր, ես Արաբ Խաչատրյաններ են կամ ես իմ Օրեն Աբրահամյաններ կամ Վահրամ Փափազյաններ, բայց դիրեկտիվով գրած, թղթի վրա գրածի նման անգերարած, գիտեք ինչ են ասում, դատապարտում էին մարտի դեպքերը եւ զոհերի վերաբերել ասում են, թող փողոց դուրս չգային, ցույցերի չգնային, չզոհվեին։ Պատկերացնում եք։ Եվ դրանք մինչև հիմա դեռ կան, աշխատում են։ Եվ հասարակությունն էլ դրանց շարունակում է ընդունել, մեկին շատ հումորով մարդ է համարում, մեկին լավ երաժիշտ է համարում, չգիտեմ ինչ զարմար է համարում, այսպես է։ Ճիշտ այնպես, ինչպես նաև հասարակության մեծ մասը, որ հիմա հանդես է գալիս, միանգամից մի հավատացյալ է դարձել, պաշտպանում է մի մասը եկեղեցու, մի մասն էլ էս կառավարիչներին, դարձել են ինչ-որ երկու կողմից էլ ճիշտ մոլի հավատացյալներ են դարձել։ Այնինչ մեկը հարցնող լինի, թե դրանցից քանիսն են մատների վրա հաշված, որ գոնե չեմ ասում ամեն կիրակի, այլ գոնե ամեն տաղավար տոներին գնում են եկեղեցի, ժամպատարակի, մեր հասարակության մեծ մասը իրեն հավատացյալ է համարում նրանով, որ գնում է հետ կանգնի, որ օրհնված ջուրվեսնի, որ ձուներկի, սա է հավատացյալ։ Նույնիսկ դրա որ հարցնես դրա բանը խորհուրդը չգիտեն, չեն կարող բացատրել։ Եվ տեսել եք, ասենք օրհնված ջուր բաժանելիս ինչ է կատարվում եկեղեցում։ Ոնց են իրար հրում, հրմշտում, վիրավորում, եկեղեցու տաճարի մեջ միմյանց վիրավորում ամենավերջին բառերով հրմշտում արմունկախառը, այնպես հրելով, որ շիշը դեմ տան, որ տերտերնել ջուրը լցնի մեջ։ Ակա գնացեք տեսեք։ Եվ այս հասարակությունը հանկարծ մի մասը պաշտպանելով այս զախողված կառավարիչներին, մի մասն էլ պաշտպանելով սքեմակիր որոշ հոգևորականների, դարձել են 100%-անոց հավատացյալներ։ Մատի փաթաթան դարձնելով այդ Քաշնազարի դրոշի վրա գրելով «Իսկ դու կուսակրոն ես», հա, մեկը գրել էր հայտնի Քաշնազարը դրոշի վրա գրել մեկ զարկեմ ջարդեմ 1000, այս ակել դրոշի վրա փեդին ամրացած դրոշին գրեն «Իսկ դու կուսակրոն ես», այս է ամբողջ խեղճատակությունը։ Կրկնում եմ, ես սա կատարում եմ այն ժամանակ, երբ
շուրջ բոլորը տեղի են ունենում դրամատիկ իրադարձություններ, որոնք լուրջ վտանգ են սպառնում, վտանգ են նաև Հայաստանի համար, աշխարհի համար։ Այս ասելը թողած, ստեղ են ասել, ես նեղ մաջալին, կամ անդունդի կամրջի պրնկին, ֆոքստրոտ են պարում, կամ չաստուշկա։ Ու նաև, գիտեք, այսպես կոչված հայտնի ձերբակալության հասնել մի տեսակ արդյոք ժամանակներ, թե տեղիներ կամ թե այդ մասկի շոուները ինչ են վա եւ ակնհայտ է, որ նաև ըստ ռուսական հերոստա կոյուղականալների, կոյուղալիքների, ինչպես են արձագանքում այս դեպքերին, ակնհայտ է մի բան, որ ընդեղ էլ ձեռքերը շփում են այստեղի կառավարիչների հերթական չմտածված քայլերի պատճառով։ Եվ նաև գիտեք ինչ, էլի հասարակության մեջ էլ կան այս մարդիկ, կողմից են նույնիսկ շատ հարգված մարդիկ, որոնք ասենք գոհ են այնպիսի մի տականք երևույթից, ինչպիսին Սալավյովն է, որ հանգարց ինչ-որ այս կառավարիչներից մեկի ասել ինչ-որ դտուկ բան է ասել, յուղվել է։ Ախր Սալավյովնով է, Սալավյովի դրա ամբողջ այդ համքարությունը։ Թե Սալավյովը գիշերները չի քնում հայերի Հայաստանի մասին է մտածում։ Բայց Սալավյովը ինչի մի ծտուն չհանեց, երբ որ իրենց մյուս ոխերին բարեկամը պատերազմում էր Հայաստանի դեմ, այդ ձենուրին, կամ այդտեղի այդ հայերն ուր էին, այդ Միգրանյանը, Սիմոնյանը, Կուրգինյանը, Բագդասարովը, շատ չեն այդ դրանք էտերը, կներեք էլի ասում են վրդովում են, բայց Սալավյովը պետք է պաշտպանի, հա, եկեղեցու, կամ Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը պաշտպանելու կարիք չունի, նա իր կարողություններով, իր հնարավորություններով ամենադեպս Սալավյով չի։ Հասկանում։ Եվ կրկնում եմ էլի, արդյոք հիմա է ժամանակը, ինչ-որ ես ամեն ինչ անում ես, ես խառնելու, լարելու, մարելու համար եւ ոնց որ ամեն ինչ անեն, այս ընդդիմության տարբեր ցակուցերիվ երևույթներին համախմբելու համար, էլ չի համախմբեն, չեն համախմբել, որտեղ համախմբելիք չեն, ամեն մեկը իր շահ ունի, ըստ իր ունի իր սեփական շահ, հասկանում եք, գարաժի ամփոփումով շահ։ Իսկ նաև ողբերգություն է, որ լուրը այսպես կոչված մտավորական, որովհետև լուր է, որովհետև ցավոք սրտի հիմա Հայաստանում չկա այն ազդեցիկ մեծ հարգանք եւ հեղինակություն վայելող մտավորականը, որ այսպես նույնիսկ հարկ եղած դեպքում մտավորական չէ, մտավորական եմ ասում, չեմ ասում քաղաքական գործիչ, քաղաքական գործիչ կա, որ ձեռքը խփի սեղանին, ասի ձայներդ կտրեք, ամոթ է։ Ու երկու մի բան դասիրակչական խրատական խոսք ասի, որ կանգնեն ասեն։ Թումանյան չկա, հասկանում եք, Թումանյան չունենք։ 100 տարուց ավել կարդացեք Հովհաննես Թումանյանի նամականին գոնե։ 100 տարուց ավել առաջվա գրածը ոնց որ այսօրվա համար գրածվում։ Բան չի փոխվել։ Մի խոսքով այսօր այսքան է, բայց նախքան ցտեսություն ասելը, մեկ անգամ եւս խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, իսկ նրանք, որոնք արդեն բաժանորդագրվեցին կամ արդեն բաժանորդագրվել են, ապա դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասի Ավանեսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Այսօր այսքանը, ցտեսություն, կհանդիպենք, խաղաղություն մեզ եւ աշխարհին։